կանել լալալու ինչ է խաղն անում Արդար էին ընտրությունները, փողոցային շարժում եթե սկսվի, դուրս կգաք պայքարի։ Չէ, չեմ հավատում։ Կեղծ է, ընտրությունները կենտրոնական ծառայական կոմիտեի նախագահն չի նորը կամի բան չարել։ Չի ցանկացել, որ նորը բրանեն։ Կեղծ ու վրա, 100% կեղծ, մի տոկոս էլ չկա դուրս։ 100% կեղծ ու վրա։ Իսկ դուք հավատում եք փողոցային շարժմանը, մարդիկ դուրս են գալու պայքարի։ Այդքանից հետո բա ինչ անեն։ Պետք է դուրս գա։ Ուրիշ խեցի պիտի մասնակցեմ։ 90 տարեկանում գնալու եմ։ Մասնակցելու եմ աշկնել անելու։ Իա, բա ինչ էին։ Ոչ, արդար չէին, լրիվ անարդար էր, լրիվ 8 տարի ոնց խապեյությամբ նստել ա ինքը, այս նույն ձևով էլ խապեց, շատ սխալ եք դուք Սերժ ինտրություններն էր արդար։ Ոչ Սերժ եմ ասում, ոչ Քոչարյան եմ ասում, Նիկ ասել էի Ներեցեք չնկարել փողոցային շարժում կսկսվի մարդիկ Այո, ես ինքս մասնակցելու եմ, կհաջողվի իշխանություն փոխել շարժումը։ չեմ կարծում, բայց պետք է պայքարենք մինչև վերջ Խայտարակ ընտրություններ են եղել։ Եթե փողոցային շարժում սկսվի, մարդիկ դուրս կգան։ Անպայման։ Պետք է որ դուրս գան, պետք է։ Ինչ կփոխվի դրանով։ Իշխանություն։ Ընտրությունները արդար էին։ Չէ, Կային կեղծիքներ։ ոչ թե կային, համարյա հաշի վրա որ մի 40% կեղծիք ալը։ Փողոցային պայքարի եթե սկսվի, մարդիկ դուրս կգան պայքարի։ Դե մի ուրիշ գործ էր կա, մի հոգ կա, նա եթե չլինի, հա, չեմ ասում։ Փաշինյանին Բա ում ասեմ, իրան կողմից ամեն կեղծիքն են եղալ, ամեն տեղ որտեղ էլ այդ բաները թղթերը գրանցվալա, մեկը ասենք Կարապետյանի կամ մի թուղթը գցել են այդ ящիկի մեջ 10 հատ էլ պենից, Փաշինյանի թղթերից, դա կեղծիքներ է, լրիվ կեղծիք է, դա պետք է նորից ձայն տա։ Ուրեմն 47% Փաշինյանը որ վերցրել է այդ կեղծավոր կեղծիքներով 47.9% ինքը կանգնեցրել է ասա հերիքա ուժե ինչ հերիքա ասма ես հաղթանակել եմ հատի կեղծիքը տայա ժողովուրդն էլ լսել են այդ բառերը 47.9% դա չի համարվում դա պետք է լինի 55% եղել են այսքան ասում են ուրեմն սուբան չեն ասում եթե 100-ից 90-ը, 80-ը, 70-ը չգիտեմ ինչքան սուտ լինի, մնացածը ճիշտ կլինի։ Թող կարգին շնորհքով խորհրդարանում աշխատեն։ մանդատները վերցնեն։ Վերցնեն ու հանգիստ հայ ժողովրդի մասին մտածեն, Հայաստանի մասին մտածեն, ոչ թե իրանց հաթոռը պնդեցնեն նստի փողոց տվեք։ Էծևի չի։ Դրա մեջ առաջարկում եմ, եթե մարդը չի գալի գործի, հանեք գցեք դուս։ Ընդհանրապես աշխատավարձ մի տվեք։ Այդևի պատինի ոչ թե կանել լալալու ինչ է խաղն անում Ընտրությունները արդար էին։ ոչ չէ եղել Եթե փողոցային պայքար սկսի, դուք դուրս կգաք կաջակցեք։ այո Մարդիկ պատրաստ են փողոցային պայքարին։ այո Որոշ չափով։ այո Ոչ, Եթե փողոցային պայքար լինի կմասնակցեք։ անպայման։ Ինչ իմանամ, ես էլ բան չեմ տեսել, չգիտեմ։ Այո, 100%-ով, ոչ թե 50-30, այլ 100%։ չէ Եթե փողոցային պայքար սկսվի, դուք դուրս կգաք կաջակցեք ընդդիմադիր։ Դժվար հարց է դա, չեմ կարողանում պատասխանել։ Ոչ, արդար չէ։ Փողոցային պայքարի եթե սկսվի, մարդիկ դուրս կգան կաջակցեն։ Դժվար է ասել։ Պիտի ընդունեն ընտրությունները արդեն վերջնական արդյունքը։ Պիտի ընդունեն։ Ուզում եմ 10 անգամ նոր ընտրություններ կատարել, մեկ Փաշինյանը ընտրվելու է։ Ինչով եք պայմանավորվում։ Որովհետև հալա չի եղել պատմության մեջ, որ իշխանությունը պարտվի ընտրությունն։ Այդպիսի բան պատմության մեջ չկա, չի գրվել։ Չգիտեմ ես
Ըստ տելևիզորի ոչ։ Աղոթում եմ, որ Աստված բարին կատարի։ Ես գտնում եմ, որ արդար չի, որ ուժային ձևով զորով ուզում այդ մարդը մնա։ Չեմ անում աղջիկս։ Ոչ, Փողոցային պայքար եթե լինի, մարդիկ դուրս կգան աջակցեն։ չգիտեմ, Դուք օրինակ դուրս կգաք։ դուրս կգամ։ Ինչ կփոխվի դրանով, փողոցում ինչ կփոխվի։ Կամ ինձ կսպանեն, կամ էլ մի բան կփոխվի։ Երկուսից մեկը։ Պետք է շատ մարդիկ դուրս գան էլի, որ փոփոխություն տեղի ունենա։ Մի քանի հոգով հարց լուծել չի լինի։ Ոյ, ես շատ չեմ խորացել ընտրությունների մեջ։ Նու երևի փորձել են, որ արդար լինի, իսկ իմ կարծիքով չեմ կարող ասեմ ոչ մի բան ձեզ։ Ոչ, Կեղծիքներ կային։ ամեն ինչն է կեղծիքի։ Եթե ընդդիմությունը շարժում սկսի փողոց դուրս գան, մարդիկ կաջակցեն իրենց։ Դժվար Բայց կհաջողվի փողոցում ինչ-որ բան փոխել։ կարող է պատահի։ Իսկ այս ընտրակեղծիքներով ընտրության վերջը ինչ է լինելու։ Վերջը մի բան կլինի։ Վերցնեն մանդատները գնան խորհրդարան։ Չէ։ Հենց մարդ ընտրվի, որ իմանաս երկիր կպայի։ Այսինքն նորից ընտրություններ անցկացվեն։ Կարող է պատահի։ Դուք հավատում եք, որ նորից ընտրություններ կլինեն։ Չեմ կասկածում։